Ադրբեջաներեն փոքրուց ուզում էի սովորեի, փոքր ժամանակ, կարծեմ 3-4 դասարաններում փորձել եմ ինքնուրույն սովորել, սակայն հետո պարապմունքների բաներով ոնց որ չստացվեց։ Հրազդանի համար 13 ավագ դպրոցը Հայաստանի այն փոքրաթիվ դպրոցներից է, որտեղ ադրբեջաներեն են դասավանդում։ Այստեղ դասերից հետո խմբակ է գործում։ Սովորում է 25 երեխա, բոլորը 10-րդ դասարանցի եւ միայն Մայիսը 11-րդցի։ Ցանկություն է հայտնել ընդգրկվել նորաբաց խմբակում, ընդառաջել են։ Սովորում եմ ադրբեջաներեն, որովհետեւ ապրում ենք մի իրականությունում, որտեղ ուժեղ լինելը չի չափվում միայն զենքով, այլ նաև գիտելիքով, սա իմ համար գիտելիք է, ինքնապաշտպանություն եւ պատրաստվածություն է։ Ռուզանն էլ ասում է, ուզում է թարգմանիչ դառնալ, խմբակին մասնակցելու նախաձեռնությունն իրենն է, նպատակը նախ եւ առաջ բարելավեմ իմ գիտելիքները լեզուների առումով, նաեւ մասնագիտության գծով ուզում եմ դառնալ թարգմանչուհի, հայերեն, ադրբեջաներեն կամ հայերեն, թուրքերեն, դա է պատճառը, համել ուզում եմ իմանամ մեր հարևան երկրների մշակույթը, լեզուն։ Խմբակն այս ուսումնական տարում է բացվել։ Հարցը նախ քննարկվել է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում, դրական եզրակացությունից հետո նաև ընդհանուր ծնողական ժողովում։ 10-րդ դասարան ընդունված 150 երեխաներից մի մասի ծնողները դիմումներ են գրել նրանց խմբակում ընդգրկելու համար։ Տարածաշրջանային լեզվի ուսուցումը կարևոր է ու նպատակային է, որովհետև այսօր ավագ դպրոցում ներդրվում է նպատակային ուսուցման առարկաներ եւ երեխաները վաղվա մեր դիվանագետներն են, ովքեր պետք է ունենան հմտություն, կարողություն, նրանց մոտ պետք է զարգանա լեզվի կարողունակությունը, նրանց մոտ պետք է լեզվական հաղորդակցություն ձևավորվի եւ այսօր իմանալ տարածաշրջանի լեզուն, լինել այդ կորպուսում նշանակում է ունենալ լայն մտահորիզոն եւ չես կարող ասել, թե վաղը քեզ կյանքը ուր կտանի եւ ինչ աշխատանք կունենաս, լեզվի իմացությունը պարտադիր է։ Երբեմն տրվող հարցին, թե տարածաշրջանային լեզուներից ինչու է ընտրվել ադրբեջաներենը ու ոչ ասենք պարսկերենը, տնօրենը պատասխանում է, որ խմբակը բացելու նախաձեռնությունը եկել է իրենց քաղաքում ապրող ադրբեջանագետից, նա էլ դասավանդում է առարկան։ Ստացվեց, որ մեզ մոտեցավ Շուշանիկը մեր համակարգացին եւ լեզվի այդպես ընտրությունը ոչ թե զուտ մեզանից էր կախված, այլ մասնագետի ինքը մեզ գտավ։ Եվ մենք սիրով այն ներդրեցինք դպրոցում մեծ պատասխանատվությամբ։ Ինքը երեխաներին տալիս է նաև մեծ ուղղություն դեպի հարևան երկրի լրատվական դաշտը հասկանալու, հաղորդակցական լեզուն ընկալելու, ինչպես նաև հետագա դիվանագիտական կորպուսում ճիշտ եւ հմտորեն իր աշխատանքը կազմակերպելու։ Վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո սոցիալական ցանցերում որոշակիորեն ակտիվացել է դպրոցներում ադրբեջաներեն ուսուցանելու թեման, համարելով այն ադրբեջանասիրության դրսևորում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հիշեցնում է, որ ադրբեջաներեն դասավանդվում է 2023 թվականից, իսկ տարածաշրջանային այլ լեզուներ շատ ավելի վաղուց։ Դրանք ընդհանուր 4-ն են։ Պարսկերեն, վրացերեն, թուրքերեն եւ ադրբեջաներեն եւ ներկայումս հանրապետության 28 դպրոցներում տարածաշրջանային լեզուներ ուսումնասիրվում են։ Նախատեսված է, որ ադրբեջաներեն եւ թուրքերեն կարող են սովորել 10-ից 12-րդ դասարանում, իսկ վրացերեն եւ պարսկերեն կարող են սովորել 5-րդ դասարանից սկսված։ 17 դպրոցներում պարսկերեն են դասավանդում, 4-ական դպրոցում թուրքերեն ու վրացերեն եւ 3-ում ադրբեջաներեն։ Սվաջյանը շեշտում է, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով մեծ տեղ է հատկացված օտար լեզուների ուսուցմանը։ Այդպիսով դպրոցը նաեւ հնարավորություն ունի բացի պարտադիր առարկայացանկից տարածաշրջանային որևէ լեզվի դասավանդումը կազմակերպել կամ որպես երրորդ օտար լեզու կամ խմբակի ձևաչափով։ Իհարկե մենք այստեղ դժվարություններ հաճախ ունենում ենք մասնագետների, դասավանդողների մասով, որովհետև դպրոցները, որոնք հետաքրքրվածություն են հայտնում, որ դասավանդեն տարածաշրջանային լեզուները, բավական մեծ քանակի են պարզապես, քանի որ դպրոցում դասավանդելու համար ուսուցչի որակավորում պիտի ունենա, իսկ տարածաշրջանային լեզուներ ուսումնասիրած, սովորած մարդիկ հիմնականում այլ բնույթի բարձրագույն կրթություն են ստացած լինում, հետևաբար երբեմն խնդիր է լինում։
Այս դեպքում նույնպես ուսուցիչների պակասը փորձում են լրացնել դպրոցում աշխատել ցանկացող մասնագետներին վերապատրաստելով։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որքան շատ լեզուներ դասավանդվեն դպրոցում, այդ թվում տարածաշրջանային, այնքան լավ։ Այստեղ եմ ես միայն խնդիր տեսնում, որ ունենք կադրերի պակաս, բայց այդ կարծրատիպը, որ պետք չի, որ մենք սովորենք ադրբեջաներեն կամ թուրքերեն, ես որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև իհարկե մենք լեզուներ պետք է սովորենք եւ ինձ համար դա միանշանակ նորմալ է։ Նրա խոսքով մեզ պետք են ադրբեջանագետներ, որոնք լավ իմանան թե այդ լեզուն, թե երկիրը։ Ու կարծրատիպը, թե Ադրբեջանը թշնամական երկիր է եւ հետեւաբար նրա լեզուն չպետք է սովորել, տեղին չէ։ Մյուս կողմից էլ կա ժողովրդական հայտնի խոսքը, որ պիտի թշնամուտ լեզուն իմանաս։ Այսինքն այստեղ լեզուն իմանալու, լեզուն սովորելու մասին է, որը ոչ մի կապ չունի այդ կարծրատիպի հետ։ Փորձագետը շեշտում է, այս կամ այն լեզուն եւ մշակույթը սովորելն ու իմանալը չի նշանակում դառնալ այդ երկրի շահերի պաշտպանը։ Աննա Զախարյան, Էդգար Դավթյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։